Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Հեսու 6-րդ գլուխ Երիքովի անգումը։ Երիքով Իսրայելի որդիներուն բաժարով ամուր գերբով փակված էր։ Ելող ու մտնող չկար։ Դերը Հեսու եսավ։ Նայե, Երիքովը անոր թակավոր եւ զորավոր գդրիչները քուցերքդ մատնեցի։ Ուստի դուք բոլոր բادرազմիկներդ քաղաքին շուրջը դարձեք ու մեկ անգամ քաղաքը բաշարեցեք, այսպես ըրեք 6 օր։ Նաև 7 քահանաներ դաբանագին արչև թող գրեն 7 հոպելյանի փիշեփորները։ 7-րդ օրը քաղաքին շուրջը 7 անգամ դարձեք եւ քահանաները թող շեփորները հնչեցնեն։ Երբ հոպելյանի եղջյուրը երկար հնչեցնեն ու դուք շեփորին ցայնը լսեք, ամբողջ ժողովուրդը մեծ կոչունով թող կորա։ Քաղաքի բարիստները վար բիդինան եւ ժողովուրդը պիտի բարձրանա յուրաքանչյուրը շիդակ հարաճ երթալով։ Նավեի որդին Հեսու քահանաները կանչեց եւ անոնց ասավ. Գրեցեք ուխտին դաբանագը ու դիրոջ դաբանագին արչևեն 7 քահանաներ թող գրեն 7 հոպելյանի շեփորները։ Հետո ժողովուրդին ասավ. Անցեք ու քաղաքին շուրջը դարձեք։ Զինյալները դիրոջ դաբանագին արչևեն թող քալեն։ Երբ Հեսու ժողովուրդին խոսեցավ, 7 հոպելյանի շեփորները դիրոջ արչև գրող 7 քահանաները անցան եւ շեփորները հնչեցուցին։ Դիրոջ ուխտին դաբանագը անոնց կհետևեր։ Զինյալները շեփորները հնչեցնող քահանաներուն արչևեն գերտային, իսկ վերջաբահները դաբանագին յետևեն։ Քահանաները շեփորները հնչեցնելով գերտային։ Հեսու ժողովուրդին բադվիրեց. Փնավ մի կորակ, ծեր ցայնը թող չլսվի ու ծեր պերանեն խոսք մչել է մինչև այն օրը, երբ ես ցեզի հրամայեմ, որ կորակ, այն ադեն կորացեք։ Դիրոջ դաբանագը քաղաքին շուրջը դարձավ, մեկ անգամ բաշարելով։ Հետո փանագավայրը մտան եւ փանագավայրին մեջ գիշերեցին։ Հեսու արդուն գանուխ ելավ ու քահանաները դիրոջ դաբանագը գրեցին։ 7 հոպելյանի շեփորները գրող 7 քահանաները դիրոջ դաբանագին արչևեն գերտային, շեփորները հնչեցնելով։ Զինյալները անոնց արչևեն գերտային, իսկ վերջաբահները դիրոջ դաբանագին յետևեն, քահանաները շեփորները հնչեցնելով գերտային։ Երկրորդ օրն ալ քաղաքին շուրջը մեկ անգամ դառնալի յետ փանագավայրը վերադարձան։ 6 օր այսպես ըրին։ 7-րդ օրը գանուխ ելան, արշալույսին ձակած ադենը ու քաղաքին շուրջը 7 անգամ դարձան նույն գերբով։ Միայն այդ օրը քաղաքին շուրջը 7 անգամ դարձան։ 7-րդ անգամին, մինչ քահանաները շեփորները գհնչեցնեին, Հեսու ժողովուրդին ասավ. Քորացեք, քանի որ դերը այս քաղաքը ծեր ցերկը մատնեց։ Քաղաքը դիրոջ համար նզովված պիտի լա, ան եւ ամեն ինչ որ անոր մեջ է։ Միայն Ռախաբ բորնիկը ողջ պիտի մնա, թե ինք եւ թե դան մեջ իրեն հետ եղող բոլոր եղողները, քանի որ մեր ղրգած լրդեսները բահեց։ Իսկ դուք ամեն գերբով զգուշացեք նզովվածեն, որբեսի նզովվածեն առնելով դուք ալ նզովված չլաք, Իսրայելի բանակը նզովքի մեջ չծկեք ու զայն չտշպախտացնեք։ Ամբողջ արձատը, ոսկին եւ բղինցե ու երկաթե անոթները դիրոջ համար սրբացված պիտի լան։ Դիրոջ կանցարանը պիտի մտնեն։ Ուստի ժողովուրդը քորած, մինչ քահանաները շեփորները գհնչեցնեին։ Երբ ժողովուրդը շեփորներուն ցայնը լսեց եւ ժողովուրդը մեծ կոչունով քորած, բարիստները վարին կան։ Ժողովուրդը քաղաքը բարձրացավ, յուրաքանչյուրը շիդակ հարաճ երթալով ու քաղաքը գրավեցին։ Քաղաքի մեջ եղող ամեն ինչ, այրմարտեգին, երդասարդ թեձեր, արչար, ոչխար եւ էշ, սուրի պերանի անցնելով անջիդեցին։ Հեսու այդ երգիրը լրդեսող երկու մարդոց ասավ. Մտեք այդ բորնիկ գնոջ տունը եւ ինչպես անոր երթումրիկ անգետուրս անեցեք գինն ու անոր ամբողջ ունեցածը։ Ուստի այդ լրդես երդասարտները մտան եւ Ռախափը անոր հայրը, մայրն ու եղբայրները եւ անոր ամբողջ ունեցածը դուրս հանեցին։ Անոր ամբողջ կերտաստանն ալ դուրս հանեցին ու զանոնք Իսրայելի բանակավայրեն դուրս տրին։ Հետո քաղաքը եւ ամեն ինչ որ անոր մեջ էր գրագով այրեցին,
Միայն արձատը, ոսկին եւ բղինցե ու երկաթե անոթները դիրոջ դան կանսարանին մեջ դրին։ Այսպես Հեսու ողջ պահեց Ռախաբ բորնիկը, անոր հոր ընտանիքը եւ ամբողջ ունեցածը։ Ան Իսրայելի մեջ բնակեցավ մինչև այսօր, որովհետեւ բահեց այն լրտեսները, որ Հեսու ղրգեր էր Երիքովը լրտեսելու համար։ Այդ ադեն Հեսու երթում հրավսելով. Դիրոջ արչև անիծյալը լա այն մարդը, որ պիտի գանքնի եւ այս Երիքով քաղաքը կառուցանե։ Իր անտրանիկով անոր հիմը պիտի տնե ու իր գրծերով անոր դռները գանքնեցնե։ Այսպես դերը Հեսուի հետ էր եւ անոր համբավը ամբողջ երկրի մեջ դարածվեցավ։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։